Այն, որ սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ընտրություններին, դա փաստ է։ Չկան այդպիսի ուժեր, ովքեր պատերազմ են բերելու Հայաստանում, կան ուժեր, ովքեր պայքարելու են Հայաստանի շահերի համար, խոսել ցեղասպանության մասին կասկածանքով, Արարատի վրա այսպես բարակույր կախել, որ չտեսնենք։ Բարև ձեզ հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, Տիկին Թանդիլյան։ Տիկին Թանդիլյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այս 2-3 օրերին Հայաստանը այսպես աշխարհի ուշադրության կենտրոնում է, թե քննարկումների, թե մամուլի անադարձի առումով, որտեղ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են այստեղ երկրի նախագահներ համաժողովի մասնակցելու համար։ Հիմա այս առումով երկու այսպես տեսակետների բախում է առաջացել։ Մի մասը իհարկե դրական է գնահատում, ասում է սա աննախադեպ է, մի կողմից էլ սրան հակառակ քննադատություններ են հնչում, որ ասում են սա այսպես հենց այնպես չի, Հայաստանից ինչ-որ շահեր ունեն, ինչ-որ նպատակներ ունեն եւ այդ պատճառով է, որ ընտրություններից այլ առաջ եվրոպական համաժողովները այստեղ են անցկացվում։ Հիմա ձեր կարծիքն է ուզում իմանալ, քանի որ արդեն ժողովները ավարտվեցին, ինչ տվեց Հայաստանը, ինչ շահեց կամ ինչ կորցրեց Հայաստանը։ Ուշադրության կենտրոնում հայտնվելը միշտ չի որ լավ է եւ ունի դրական ու բացասական կողմերը։ Դրա համար պետք է նայել արդյունքներին։ Եվ հատկապես երբ որ ուշադրության կենտրոնում է հայտնվում որպես հակառուսական պլատֆորմ կամ որպես այլ շահերի աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոն, վատ է։ Եթե համարենք, որ դա պիտի ինչ-որ արդյունք տա Հայաստանին, որի մասին դեռ չգիտենք, կտեսնենք ինչ փաստաթղթեր են ստորագրել, կհասկանանք արդյոք արդյունքահեն գոնե որպես իրավիճակ դրական է, թե ոչ։ Բայց այն, որ սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ընտրություններին, հունիսի 7-ին կայանալիք, դա փաստ է, որովհետև այս ծրագիրը կրկնվել է նաև Մոլդովայում եւ եվրոպական համայնքը սա պարբերաբար կրկնում է այն տեղերում, որտեղ ցանկություն ունի միջամտել ընտրությունների արդյունքին։ Ավելորդ է ասել, որ պարբերաբար շեշտվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ միջոցներ պիտի տրամադրվեն Հայաստանին Եվրոպական միության կողմից, որի մասին նույնպես խոսվեց, եւ ինչ է այդ հիբրիդային պատերազմը, եթե ոչ միջամտություն Հայաստանի ընտրողի կարծիքի վրա, իսկ ինչու ոչ նաև եվրոպական միջամտություն նաև այս պարագայում, սա փաստեր են, որոնք մենք պիտի ուղղակի տեղյակ լինենք դրանց մասին եւ դրանց վտանգների, ինչպես նաև այլ հնարավորությունների, որոնք հույս ունենանք կբացվեն։ Բայց ես այդքան լիահույս չեմ, որովհետեւ եվրոպական համայնքը ցավոք սրտի խոստումներից զատ այն կողմ չի գնացել տարբեր հարցերի շրջանակներում։ Մենք գիտենք, որ այսօր Հայաստանի սովերեն տարածքում են գտնվում ադրբեջանական զորքեր, հենց այն տարածքում, որ այդու Եվրոպական միությունը ճանաչում է, բայց փաստ է, որ այդ զորքերը այստեղ են։ Եւ գոնե առնվազն այդ կարևորագույն հարցի շուրջ, որի մասին ի դեպ իրենք պարբերաբար շեշտում են որպես Հայաստանի սովերեն ինքնիշխան տարածք պաշտպանելու իրենց իբրև թե ռետորաբանությունը այդպես է հնչում, փաստ է, որ դեռևս ադրբեջանցի զինվորը այնտեղ է, հայ գերիները գտնվում են ադրբեջանական բանտերում եւ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր խոսքի պատճառով այսօր արտահայտած խոսքի պատճառով փակի տակ են գտնվում եւ մենք ունենք մյուս կողմից եվրոպական աշխարհի ներկայացուցիչներ, ովքեր իբրև թե պիտի պաշտպանելուց եւ դավանելուց լինեին այդ արժեքները։ Եվ այս հակասությունների մեջ հայ ժողովուրդը պիտի կատարի ընտրություն, որքանով է եւ որքանով այս այցը կազդի, դա կորոշի հայ ժողովուրդը, բայց ես ուրախ կլինեմ իմանալ, որ նմանատիպ միջամտությունները չեն ազդելու հայ ընտրողի վրա։ Տիկին Թանդիլյան, գերիների հետ կապված կոնկրետ Ֆրանսիայի նախագահին այս հարցը շատ ուղղվեց ու այսպես ամեն դեպքում խոստում հնչեց, ասում է, որ Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցը քննարկելու եմ։ Չգիտեմ սա ինչ կտա, հաշվի առնելով, որ օրինակ վերջին գերիները երբ որ վերադարձան, Ալիև ասում էր, սա վերջինն է, որ սիրիացի վարձկանների փոխարեն որ եկան, ասեց սա վերջինն է, որ փոխադարձության հիմունքով գերիներ են վերադարձվում։ Ես կարծում եմ, որ ուղղակի Ֆրանսիայի նախագահը հասկացավ եւ տեսավ, որ սա լուրջ հարց է հայ ժողովրդի համար, նա գիտի, որ սա լուրջ հարց է հայ ժողովրդի համար եւ եվրոպական աշխարհը գիտի, բայց փաստ է, որ մինչ այսօր միջոցներ չեն ձեռնարկվել։ Պետք չէր նրան այդ մասին եւս մեկ անգամ ասել, որպեսզի նա այդ խոստումը տա, որովհետեւ այդ խոստումը եւ այդ անելիքը արկա է ու վաղուց 23 թվականից, 20 թվականից գերիներ կան, այսինքն եւս մեկ անգամ ասելու նա էլ ասի, ահա խոսելու եմ, այդ դեպքում նախորդ օրը ինչի չէր խոսել, ինչներ խանգարում։ Այցը Հայաստան ու դա ասել է, որպեսզի
նորից նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ես ցավով եմ սա ասում։ Սա ինձ ուրախություն չի պատճառում, որ այս հարցը շահարկման առարկա է ընտրությունների համար։ Այս խոստումը նույնպես մինչև վերջին գերին չվերադառնա Հայաստան ադրբեջանական բանտից որևէ մեկը չի վերադարձել։ Մենք բոլորս գերի ենք։ Ես սա ասում եմ վստահորեն, որովհետև այն զիջումները, այն ընտրությունը, ինչ մենք կատարում ենք այսօր, թելադրված է Ադրբեջանի կողմից, որովհետև նաև ունի այդպիսի լծակ մեր արժանապատվության վրա։ Եվ մեր արժանապատվությունը այսօր խոցված է, մենք ստիպված անում ենք բաներ Ադրբեջանի թելադրանքով, այդ թվում նաև որովհետև այնտեղ են հայ գերիները եւ մենք գիտենք ու չգիտենք մեր ամեն խոսքի արարքի արդյունքում ինչպես դա կարող է անդրադառնալ իրենց վրա եւ մենք զսպված ենք նաեւ այդպիսի նրանց կողմից այդպիսի դիրքավորմամբ եւ այն որ նրանք մինչ այսօր չեն վերադարձրել բոլոր հայ գերիներին այնինչ նույն եվրոպական երկրները հրաշալի գիտեն որ եթե խաղաղություն է առաջին պայմանը գերիների ամբողջական վերադարձն է Տիկին Թանդելյանի դեպ շատ հաճախ շատ է այսպես քննարկում որ Ռուբեն Վարդանյանը հենց այնտեղ լինելով Բաքվում պահնելով բայց շատ հաճախ այնպեսի այսպես հայտարարություններ է անում թե Արցախի հետ կապված թե հայ ժողովրդի Հայաստանի հետ կապված որը քաջ գիտակցելով որ դրանից հետո այդ հայտարարությունից հետո այնտեղ կտանքների է ենթարկվելու բայց սա չի կանգնեցնում ու նման ոչի հայտարարությունները շարունակվում են Ուրեմն նաև սրանից պիտի հետևություն անենք որ մարդիկ խոսքի խղճի բանտարկյալներ են մարդիկ տեսակետ ունեն ու Ռուբեն Վարդանյանը ունի տեսակետ որը արտահայտելու է ամենուր միշտ անկախ պայմանից եւ այդ կամքի ուժն է եւ այդ արժանապատվության կրումն է որ պիտի մեզ դասեր սովորեցնի նաև Բաքվի բանտից մենք պիտի իմանանք որ այո ակնհայտորեն նա զրկանքների է ենթարկում նման հայտարարությունների հետևանքով բայց նա այնտեղ կարողանում է ավելի ազատ լինելու ազատ արտահայտել մտքերը քան այստեղ շատեր ովքեր խոսում են ինչ որ վախենում են կարծիք ասեն վախենում են դիրքորոշում հայտնեն ես ցավում եմ այդպիսի մարդկանց համար Հայաստանում հետեւաբար ինչ ազատության մասին է խոսքը իսկ Ռուբեն Վարդանյանը իր տեսակով իր խղճով իր մտքով ազատ է բազմաթիվ մարդկանցից այդ թվում նաև այսօրվա իշխանություններից եւ Նիկոլ Փաշինյանից ում վախերը անհամեմատ անհավատալի մեծության են հասել եւ մենք դարձել ենք այդ վախերի եւ այդ անարժանապատիվ կեցվածքի գերի Դուք հավանաբար ծանոթ եք Երեկ Ալիևի ելույթին նույն գագաթնաժողովի ժամանակ այսպես խիստ քննադատեց եվրոպական կառույցներին որպես այդպեսին արձագանքել չեղավ եւ ինչ էր ասում է 23 թվականին մենք Արցախում վերջ ենք դրել սեպարատիզմին ու անգամ խոսում է սկզբում խաղաղությունից ու այսպիսի տոնայնությամբ է ավարտվում ելույթը։ Եվ նա թելադրում է Նիկոլ Փաշինյանին վարքագիծ։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև եվրոպական երկրների պատասխանողը Նիկոլ Փաշինյանը պիտի լինի, որովհետև նա խոսում է հայ անձնագիր ունեցող, հայկական անձնագիր ունեցող մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Հայաստանի ինքնությունը, ինքնորոշման իրավունքը, միջազգային իրավունքներ, բայց նրանք այնտեղ են որպես հայեր։ Այսօր նրանք դատվում են հայ մարդու ինքնությունը եւ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար հետեւաբար առաջին պատասխանողը պիտի լիներ Նիկոլ Փաշինյանը ու ես դրա համար եմ ասում երբեք որևէ երկիր մեզ չի պաշտպանելու մեզ շահերը չի պաշտպանելու քանի դեռ մենք դրանով զբաղված չենք դուք նաեւ վստահ եմ նկատեցիք թե ինչպես եվրոպական համայնքի ներկայացուցիչը արձագանքեց խորհրդարանի ընդունած որոշմանը ի պատասխան որը քննադատության արժանացավ Ալիևի կողմից թե ինչպես նա արձագանքեց մի տող կարճ առարկայական բովանդակալից ցույց տվեց որ դուք մեզ չեք թելադրի ինչպես վարվի Եվրոպան բայց նաև մենք այդ ֆոնին տեսանք որ Ալիևը կարողանում է թելադրի Նիկոլ Փաշինյանին թե ինչ խոսի, ինչ մտածի, ինչպես վարվի եւ սա մեզ սպառնում է առաջիկա 5 տարի եթե հանկարծ Աստված մի արածցե այս իշխանությունը վերարտադրվի այդ ընտրությունների հետ կապված արդեն մտնում ենք նախընտրական փուլ փաստորեն Նայեք, բաժանված է երկու թևի, պատերազմի ու ոչ պատերազմի կուսակցություններու շատ ուժեր, հա, ընդդիմադիր հիմնական ուժերը բնութագրվում են, բնորոշվում են, որպես ասում են, եթե իրանք կան, ապա մի նոր սեպտեմբերին ընդ որում ժամանակել է նշվում, ավելի վատ հետևանքներով պատերազմ է լինելու։ Ու ես նաև Ձեզ եթե թույլ կտաք խորհուրդ կտամ առհասարակ մարդկանց չտրվել այդ ռետորաբանությանը թե կա պատերազմի եւ ոչ պատերազմի կուսակցություն կամ չգիտեմ դիրքորոշում կամ ուժեր
որովհետև դա Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզերից մեկն է։ Բայց արձագանք պետք է հնչի։ Այո, բայց այդ թեզերը կրկնեն շատ մեծ թույլ տալ, որ դրանք տարածվեն։ Այո, ես համաձայն եմ ձեր հարցի որպես, բայց երևույթ մեր ժողովուրդը պիտի իմանա մի կարևոր բան։ Մեր երկրում ոչ միայն մեր ժողովուրդը, աշխարհը, Եվրոպան, Ամերիկան, նույն Ադրբեջանը, մեր երկրում չկան պատերազմի ուժեր, որովհետև մեր ժողովուրդը պատերազմ չի ուզում, հայ ժողովուրդը խաղաղություն կերտող ժողովուրդ է։ Եվ սա երկրորդ կարծիք թող այստեղ չլինի եւ Փաշինյանի մանիպուլյացիան զուտ վերընտրվելու վախերի միջոցով մարդկանց եւ մարդկանց խաղաղասեր լինելուն հակառակ բան ասելու միջոցով վերընտրվելուն չպիտի տրվել։ Չկան այդպիսի ուժեր, ովքեր պատերազմ են բերելու Հայաստանում, կան ուժեր, ովքեր պայքարելու են Հայաստանի շահերի համար, որը չի արվում այս իշխանության օրոք, եւ այդ շահերը անսահմանափակ չեն եւ կոմպրոմիսի տարբեր ձևեր ու միջոցներ կան եւ քաղաքականությունը, բանակցությունը դրա մասին է կոմպրոմիսի, բայց երկարաժամկետ կայուն խաղաղության, արժանապատիվ խաղաղության եւ սրանք լոզունգներ չեն։ Օրինակ նույն գերիների վերադարձի հարցը սա արժանապատիվ խաղաղության ցույց դնել է, որովհետեւ եթե դու ուզում ես, որ քո երկիրը, քո ժողովուրդը խաղաղվի, դու պիտի իր որդիներին, զավակներին վերադարձնես եւ ցույց տաս, որ դու տերես ամեն մի առանձին մարդու վերցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ամբողջ մեր պետության շահերին։ Եվ դա չանողը փորձ է անում ներկայացնել, որ դա չանել նշանակում է ինչ։ Նշանակում է կատարել Ալիևի թելադրանքը, դա խաղաղություն չէ։ Ես խնդրում եմ չմոռանալ Չարի վերջը կկուների պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը ահա դա է անում մեզ հետ։ Եվ եթե որևէ մի ողջամիտ մարդ կմտածի, որ դա խաղաղության գին է, նա չի պատկերացնում ինչի այդ գործ ունի, թող կարդալ Չարի վերջը։ Ու մի կողմից էլ երբ որ օրինակ այդ ասում են, եթե նման հայտարարություն է կանում, ապա ինչ գին ունի ձեր ասած խաղաղությունը, իրանք մեջ են բերում օգոստոսի 8-ին կնքված փաստաթուղթը։ Բայց հիմա ինչ է ստացվում, որ անգամ որ այսպես գովերքում են այդ փաստաթուղթը, անգամ դա խաղաղության երաշխիք չէ, այսինքն այստեղ այդ հարաբերությունները ստացվում է պայմանավորված է ոչ թե պետական մակարդակով բանակցությունների, այլ կոնկրետ անձանց, կոնկրետ իշխանությունների հետ։ Կոնկրետ իշխանությունների եւ անձանց տված ստվերային խոստումների համաձայնության, որ ես անելու եմ ամեն բան, ինչ որ դուք կասեք։ Ահա այսպիսի համաձայնություններ, որոնք ես եւ դուք չենք տեսնի հիմա, պիտի հետեւություն անել, որ ահա դրանից է կախված։ Իսկ դա ինչքան է, ինչ ծավալի է, ինչ չափի է։ Նիկոլ Փաշինյանը դա երբեք այսօր չի ասի, բայց կասի, եթե ես չընտրվեմ, պատրաստ կլինեմ սեպտեմբերին ու ԱԱԾ-ն այդ հետքերով չի գնում, ասում, «Էդ ինչ ամսաթիվ է, էդ ինչ է պայմանավորվել, որ նման ամսաթիվ էլ կարողանում ես հնչեցնել։ Այդ ինչ պիտի չանի հաջորդ իշխանությունը, ինչը որ դու հրապարակային հայտարարել ես, գիտենք, ակնհայտ է որ սահմանադրությունները ես փոխում նաև այդ նպատակով, ակնհայտ է որ դու ճանապարհներ եւ ինչու ոչ նաև բարեկամ ժողովրդի ժողովուրդը տեղափոխվելու է այստեղ, այդ բոլորը Ալիևի ռետորաբանության մեջ է։ Հետևաբար դու ուրեմն խոստումներ ես տվել, որոնց մասին չես խոսում, բայց ասում ես, որ ես չընտրվեցի, որտեղ դու գիտես ինչ ես խոսել։ Պատերազմ է լինելու, հետևաբար պիտի բացահայտես, այդ ինչ ես խոստացել հայ ժողովրդի անունից ու հաշվին, որ դու չլինես, մտածում ես, որ եթե դու չլինես, ապա խաղաղություն է։ Սա է ամենավտանգավորը եւ մեր ժողովուրդը պիտի իմանա։ Բայց ըստ իսկապես կան ներքին պայմանավորվածություններ, թա սա այսպես վախի մթնոլորտ, չէ նաեւ շանտաժել է։ Ես համոզված եմ, որ այսօրվա Հայաստանի քաղաքականությունը արտաքին եւ ներքին վարվում է, թելադրվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ադրբեջանի կողմից պահանջների միջոցով այս իշխանությանը, որպեսզի նրանք կարողանան պահպանել իշխանությունը, քանի որ գիտենք իրենց, ճանաչում ենք այս իշխանություններին, հասկանալի է, որ իրենց համար սա կյանքի ու մահու կռիվ է։ Նրանք գիտեն, որ վաղը եթե չընտրվեցին 87 այսպես ախրանիկներով փողոցում չեն քայլելու են իրենք ինքնուրույն, 2-3 հոգով լավագույն դեպքում միայն մի մարդ, բայց մնացածը։ Եվ սա գին է, որ ցավոք սրտի հայ ժողովուրդը վճարում է։ Նրանց կյանքի ու մահվան խնդիրն է։ Նրանք վաղնևեթ ճողոպրելու են, եթե իշխանություն փոխվեց, որտեղ գիտեն ինչ են արել այ ժողովրդի հետ։ Գիտեն ոնց են անպատվել, թքել դեմքին, հետո իրեն գիտեն։ Հետևաբար նրանց շատ անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն է իշխանություն ունենալը։ Եվ այդ գինն է գիտի Ալիևը։ Եվ այս միջոցով է շփվում շանտաժի եւ իշխանության պահելու միջոցով։ Ուրիշ այստեղ առարկա չկա։ Ես կրկնում եմ, ոչ մի անդիմադիր ուժ չկա, ով պատերազմ է բերելու, որովհետեւ բոլորը բացի Նիկոլից արկածախնդիրներ չեն, միայն այդ մի մարդն է արկածախնդիր ղեկավար է երկրում եւ մնացած մարդիկ ողջախոհ են։ Նրանցած մարդիկ մտածելու ունակ են, որ ոչ մի ղեկավար չէր կարող եւ չի ասել երբեք Արցախը Հայաստանը եւ վերջ, բացի մի հոգուց ով պատերազմ է բերել, անմիջապես ամիսներ անց։
Հետևաբար ում մասին ենք խոսում, ինչ խաղաղության, ինչ գիտակից մարդու եւ օր առաջ Նիկոլ Փաշինյանից եւ իշխանությունից ազատվելը մեր ժողովրդի ուղակի գոյատևման, գոյության խնդիր է, պետականության պահպանման խնդիր է եւ սա չհասկանալը շատ վտանգավոր արդյունք կարող է ունենալ։ Տիկին Թանդելյան, բայց դա շատ դեպքերում հանրության հետ երկխոսելը, այս ձեր նշածը բացատրել նաեւ ընդդիմության անելիքն է։ Ստացվում է թե ոչ։ Ես կարծում եմ, որ այդքան էլ լավ չի ստացվում, քանի տեսնում եմ, որ այսօր դեռ կան ինչ-որ մարդիկ, ովքեր համակրություն ունեն կամ ինչ-որ իրենց այսպես կամավոր դրությամբ կարող են աջակցել այս իշխանություններին, բայց ես նրանցում մեղավորություն չեմ տեսնում։ Չէ, նկատեմ ժողովրդի մեջ, որովհետև դա նշանակում է ընդդիմադիրների ձախողում սա անելու, այդ թվում նաև ին, որովհետև մեր ժողովուրդը դեռ ամբողջությամբ չի տեսնում, այն ինչ տեսնում ենք մենք, շատ բարդ է օրինակ նաև ինձ համար, այդ ամեն ինչը ի ցույց դնել ամենօրյա, ամենժամյա ռեժիմով, բայց այն ինչ արվում է դրան հակադարձվում է իշխանական քարոզչամեքենայի միջոցով, հատկապես հանրային հեռուստաընկերությամբ, որոնք վերածվել են քարոզչամեքենայի եւ նրանց տեխնոլոգիաները, այդ թվում նաև գործընկեր Եվրոպական միության տրամադրած տեխնոլոգիաները, որովհետև անհրաժեշտ է Նիկոլի վերարտադրությունը, կարողանում են լրացնել բանական ձայնը։ Եվ սա ցավալի փաստ է, չեմ խուսափի ասել, որ նաև ընդդիմադիր հատվածից գալիս են այնպիսի գրոտեսկային պատկերներ, որ մարդկանց հնարավորություն են տալիս մտածել, որ ինչ-որ մաս այնպես չէ, բայց դու դժվար է այս աղմուկի մեջ ճշմարտությունը տարբերակել։ Հետևաբար ես մտածում եմ, որ այն եզակի մարդիկ բանական, ովքեր դեռևս աջակցում են այս իշխանության, ուղղակի չեն տիրապետում իրական ինֆորմացիա եւ իրական իրավիճակի, որտեղ բացառում եմ մի բանական մարդ ինքնակամ այս իշխանությանը աջակցի, եթե հասկանա ու տիրապետի այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է անել մեզ հետ։ Բայց սովորական քաղաքացուն օրինակ ավելի այսպես հետաքրքիր է գյուղում իր առօրյան ապրող։ Օրինակ ասում են, որ տեսեք ասֆալտ է արել, տեսեք ջրի հարց է լուծել, այսինքն իր կենցաղային հարցերն է ավելի կարևոր, քան այսպես խորանալ քաղաքական այդ անցուդարձի աղմուկի մեջ։ Մինչև 20 թվականը ես այդ մարդկանց ասելիք չէի ունենա։ Կասեի այո, եւ նախկին իշխանությունները ամոթ իրենց այնպես են վարվել, որ մեր ժողովրդի համար մի տարական ասֆալտը դարձել էր ընտրելու, չընտրելու որոշման այսպես փաստ, ասֆալտ կա ընտրեմ չէ։ Եվ ամոթ է բոլոր նախկին իշխանություններին։ Ես երբեմն գիտեք, որ շրջագայում եմ Հայաստանով, ասում կլինի տեսնես մի իշխանություն, մի տարի, որ դու ուղղակի շրջագայից քշես մեքենայով քո Հայաստանով մեկ գյուղեր գնաս քաղաքից քաղաք մի բնակավայրից մյուսը եւ բոլոր ճանապարհները լինեն նորմալ։ Այն որ sense գնում ես մի մայրուղու հատվածը լավ է, մեկ էլ աչ հանկարծ թեքվեցիր մտար մեկ ուրիշ հատված, մեքենա ուղղակի լեզու ունենա, ինչ ասես, կասի քեզ։ Ու sense բարբերաբար, ինչ որ միտեղ կա, ինչ որ միտեղ չկա։ Հիմա ինչ ասենք, ուրեմն եթե ասֆալտն է, հարգելի այն մարդիկ, որտեղ որ ասֆալտ չկա, իսկ մենք գնում ենք տեղեր ու տեսնում ենք խայտարակ վիճակներ, այդ դեպքում եթե այդպես են կողմնորոշում, եկեք այդպես կողմնորոշենք, տեսենք կընտրվեն թե ոչ։ Չէ, չեն ընտրվի, որովհետև անում են ինչ-որ հատվածներ, ինչ-որ տեղեր, ինչ-որ բաներ, այն որ 300 դպրոց են խոստացել, բայց 50 են սարքել, բայ 250 չսարքած դպրոցի փոխար, չսարքված տեղերում։ Դե եկեք թող նրանք չընտրեն, նրանք էլ ընտրեն։ Եթե կողմնորոշվելը պիտի դրանով լինի։ Ես չեմ ասում, որ դրանով ընդհանրապես չպիտի կողմնորոշվել, բայց ես ասում եմ, դա պիտի աշխատեր մինչև 20 թվական ընտրության տրամաբանության վրա։ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը արհավիրք է բերել մեր երկրի գլխին ու ամեն օր է բերում իր տգիտությամբ, իր անունակությամբ, ինչպես նաև իր վախերից, իր անկարողությունից ելնելով, եթե չասեմ դավաճանական գործողությունները, որ ես տեսնում եմ, իսկ դա կասենք, երբ որ իշխանություն կփոխվի այսօր, այդ փաստերն էլ պիտի դնենք, բայց այն քայլերը, որ նա անում է, արդյունքում դավաճանություն է մեր երկրի եւ մեր հանդեպ։ Հետևաբար 20 թվականից հետո էլ շարունակել ասֆալտով կողմնորոշվել։ Ես ուզում եմ այդ մարդկանց ասել ասֆալտից են կողմ, նշանակում է սեփական ստամոքսից, կաշվից են կողմ։ Արդյոք մենք հայացք չունենք նայելու, սիրելի իմ հայրենակիցներ։ Ափսոս չենք մենք, ամոթ չի մեզ, որ դրանով մենք կարողանանք միայն կողմնորոշվել, չէ որ արժեքներ կան մեզանից բարձր, մեզանից զատ։ Բայց դա տարիների այսպես խնդիր չէ, 1-2 օրվա հարց չէ, դեպի դրա համար էլ դժվար է այս ամենը հասցնել տեղ։ Նաև, որ ասում եք տարիների նույնիսկ պիտի գամ կրթական համակարգին եւ արժե համակարգին, որոնք պիտի ձևավորված լինեին նաև կրթության միջոցով, նաև բարոյախոսության միջոցով, արժեքների միջոցով, որ
ինչ որ մի մակարդակ կարող է կենցաղային հարց ավելի կարևոր է, բայց ինչ որ մի փուլ եւ մի կարմիր գիծ կա, որ հատվում է, կենցաղային հարցը չի կարող, չպիտի լինի, որովհետեւ չկա իշխանություն, որ չգա մի ասֆալտ էլ չանի, մի դպրոց ավել կառուցի, մյուսը պակաս, բայց դրանով կողմնորոշվել, երբ որ արժեքները կործանում է այս իշխանությունը, նույնիսկ թողնում եմ պատերազմների եւ բան մի կողմ։ Խոսել ցեղասպանության մասին կասկածանքով, Արարատի վրա այսպես բարակույր կախել, որ չտեսնենք, ասենք, չգիտեմ, որն ասեմ, եկեղեցու կործանումը համարել իբր մի մարդու դեմ պայքար, դա տգիտություն է, մտածել որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Գարեգին երկրորդի դեմ, նա պայքարում է հայ եկեղեցու դեմ։ Բայց նա արժեքները խաթարում, ինչն է խանգարում, որովհետև հայ եկեղեցին մի կառույց է, որ ունի հեղինակություն, եւ նրան կարիք ունի հեղինակազրկել հեղինակավոր հայկական ամեն ինչը, որովհետև այս մարդիկ հայկական հայոց պատմության հետ խնդիր ունեն, Հայաստանի պատմությունը, որովհետև հայոց պատմությունը դարերի պատմություն է։ Հայաստանինը պիտի դեռ մտածենք, հա, որ անկախ պետության ունենալու, չունենալու։ Դե իրանց համար 18 թվականից հետո է սկսում։ Որովհետև իրանց համար 18 թվականից հետո է սկսում։ Ցավոք սրտի, այս մարդիկ կապ չունեն մեր հայկականության հետ, կապ չունեն արժեքների հետ, հայկական արժեքների։ Հայոց պատմությունը պատճառ ունի, որ այդպես է կոչվել եւ այդ ժառանգությունը, որ մենք կրում ենք մեր մեջ եւ պահպանել ենք, բերել մեզ հասցրել է այստեղ այսօր։ Եվ դրանք քանդել նշանակում է թույլ չտալ, որ հայ ժողովուրդը շարունակի իր հարատևումը դարերով, որովհետեւ մեր պատմությամբ եւ մշակույթով եւ լեզվով ենք ու նաեւ կրոնով ենք մեր հայկական ինքնությունը պահպանում։ Հետևաբար քայլ առ քայլ քանդել դրանք նշանակում է կռվել, պատերազմել հայկականության դեմ եւ եթե հանկարծ ընտրվում են, նրանք կարող են եւ հաջողել, որովհետեւ ցավոք սրտի մեր մեջ այդ արժեքները այդքան արմատացած չեն, ինչքան որ պիտի լինեն եւ սա էլ է ինձ դաս, ես սա լսում, հասկանում, սովորում եմ, որ մենք չենք կարող, մենք փոքր երկիր ենք քիչ մարդկանցով ու պիտի ամեն մեկը այնպիսի արժեքների կրող լինի, որ հանկարծ որևէ մի իշխանավոր վաղը որ կգա ու կլինի այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, հանկարծ նախ չընտրվի այդպիսի մեկը, երկրորդ պատահական սխալմունքի հետևանքով չկարողանա կործանել մեզ որպես հայ մարդիկ, հայկական ինքնություն եւ հայկական պետականություն։ Տիկին Թանդիլյան, եւ մի հայտարարության եւս ուզում եի անդրադառնալ, էլի այսպես, հա, շրջանակներում այս համաժողովները երեք Ֆրանսիայի նախագահի կողմից մի հայտարարություն հնչեց, որը շատ քննարկվեց։ Ասում է, եթե չլինեն մոտավոր, հա, այսպես իմաստը, որ եթե չլինեն գործող իշխանությունները, հա, այսքան Եվրոպայից այսքան բարձրաստիճան պաշտոնյա չեն գա Հայաստան։ Ասում է, պատկերացնում եք 8 տարի առաջ այսքան պաշտոնյա, այսքան նախագահ Երևանում, որտեղ ինչն էր պատճառը ըստ, հա, Ֆրանսիայի նախագահի ասում է, որտեղ մշտապես Հայաստանը դիտարկվել է ռուսական արբանյակ, այդպիսի ձևակերպում տրվեց։ Սա 8-րդ համաժողովն է, եթե ես չեմ սխալվում, այսինքն 18 թվականից։ Ինչի նախկինում չեն եկել, հենց Ֆրանսիայի նախագահները։ Ես ենթադրում եմ, որ ինքը ինչ է նկատի ունեցել, սա իմ ենթադրությունն է իր խոսքերից, որ ամբողջությամբ բոլորով միանգամից գալ Հայաստան նմանատիպ ինչ որ միջոցառման, ենթադրում եմ դա նկատի ունեցել, որովհետև կտխրեմ, եթե իմանամ, չգիտի, որ Ֆրանսիայի նախագահներ են այցելել Հայաստան բազմաթիվ, մինչև այդ եւ բազմաթիվ այլ երկրների։ Ես հուսով եմ ուղղակի նկատի է ունեցել այդպես բոլորը միանգամից նախ 8-րդ համաժողովներ իմ հիշողությամբ 18 թվականից տարին մեկ ինչ որ մի երկրում արվում էր եւ դա ինչ որ 8 երկիր է ըստ երևույթին բայց դա էլ չի հարցը նախ պիտի ասել որ նույն ֆրանկոֆոնիան որ ժամանակ ես էլ եմ մասնակցել եւ աշխատել կառավարություն 18 թվականին էր որը կազմակերպելուց էր եղել դրանից 1 տարի առաջ երբ որ դեռ նախորդ իշխանությունն էր ես այսպես ոչ մեկի փաստաբանը չէ բայց փաստ է որ նախորդ իշխանությունների ժամանակ արդեն իսկ պատրաստվում էր ֆրանկոֆոնիայի դեպ, որի նաև իրենք մեծ դերակատարում ունեն, դրա կազմակերպումը միջոցառում Հայաստանում ինչ տեղի ունեցավ։ Դա առաջին հերթին, երկրորդ հերթին։ Լավ բան չի ասում Էմանուել Մակրոնը ցավոք սրտի։ Նա ասում է դրանով, որ սրանք պլաստդարմներ են, որոնք հակառուսականության մասին են, այլ ոչ թե եվրոպական քրիստոնեական արժեքների կրողների մասին։ Այսինքն իրենք ընտրություն են անում երկրներ, որտեղ ուզում են կամ արդեն իսկ կա հակառուսական ֆոն։ Սա վատ բան է։ Մենք դրանից չպիտի ուրախանանք, մենք դրանից պիտի տխրենք, հասկանալով, որ Ֆրանսիայի նախագահը մեզ ասում է, մենք դες կարող ենք եւ օգտագործում ենք հակառուսականության համար։ Տիկին Թանդիլյան, Զելենսկու այցի 24 տարվա մեջ առաջին անգամ է, հա, այնել այս լարված հարաբերություններում
Ուկրաինայի նախագահ գալի։ Զելենսկու այցը ինչ հետևանքներ, ինչ արձագանքի Ուկրաինան միշտ ունեցել է պրո-ադրբեջանական դիրքորոշում։ Առաջինը Ուկրաինան այսօր էլ ունի պրո-ադրբեջանական դիրքորոշում։ Զելենսկին անձամբ ունի նաև 44 օրյա պատերազմի ընթացքում ապացուցել է եւ իր աջակցությամբ եւ իր հռետորաբանությամբ, որ ունի պրո-ադրբեջանական դիրքորոշում եւ հետեւաբար որևէ Ուկրաինայի նախագահ չէր այցելում։ Հենց այդ պատճառով, որովհետև Ադրբեջանի հետ հակամարտությունը Արցախյան եւ Արցախի ինքնորոշման իրավունքը համահունչ չէր իրենց ընկերությանը Ալիևի հետ։ Ընկերությանը ու նաև պիտի շեշտեմ, որովհետև այնտեղ հասկանում են, որ դինաստիա է կառավարում, Հայդար Ալիևը, հիմա Իլհամ Ալիևը այդ ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունեն եւ դրա լոբինգի ազդեցության ներքո նրանք չէին այսել Հայաստան։ Հիմա պիտի ասեն, ոչ միայն լուծված է, այլ այս իշխանությունները պատրաստ են ամեն գնի որպեսզի վերընտրվեն, սրա մասին է խոսքը։ Լուծված է այնքանով, որքանով կոտորվել են հայորդիներ եւ Նիկոլ Փաշինյանն ասում է, նույն արդյունքը պիտի լիներ մի քիչ ուղղակի առանց զոհերի։ Նա համարձակվում է նման տեքստեր ասել հայ ժողովրդին եւ դա մարսել։ Եվ հետեւաբար Նիկոլ Փաշինյանը այս ամենի հետևանքով է իրեն իրավունք վերապահմանել բաներ, որոնք մեզ համար անընկալելի են։ Եվ հակահայկական միջավայր ստեղծել Ես չեմ ասելու հակառուսական, որովհետև սա արդեն հակահայկական է, երբ որ դու քո երկիրը վտանգում ես եւ դարձնում այլ աշխարհաքաղաքական շահերի օբյեկտ, նշանակում է դու առհասարակ գաղափար չունես, որտեղ ես գտնվում, ինչ վտանգներ ես քո գոյությամբ ընդհանրապես բերում մեր երկրին։ Շնորհակալ եմ Տիկին Թանդելյան ձեզ զրույցի համար։ Հարգելի աստղադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ապրելու երկիր կուսակցության համանախագահ Մանե Թանդելյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար եթերին, կհանդիպենք